Այսօրվա իմ վերնագիրը ես այդպես եմ դրել քարոզիս Աստծո մարդու քայլերը։ Եվ այնտեղ վերնագիր արդեն դրված է, ուզում եմ կարդալ այդ հատվածը։ Առաջի Տիմոթեոս 6-րդ գլուխ 11 խոսք եւ 12 համար եւ այստեղից եմ ձևակերպել քարոզիս վերնագիրը։ Բայց դու ով մարդ Աստծո, փախիր այս բաներից ու գնա արդարության, աստվածապաշտության, հավատքի, սիրո, համբերության եւ հեզության հետևից։ Պատերազմիր հավատքի բարի պատերազմը, բռնիր հավիտենական կյանքը, որին կանչվեցիր ու շատ վկաների առջև դավանեցիր բարի դավանությունը։ Պողոս առաքյալը այս երկու համարում ուրեմն 4 քայլել է ասում, որ Աստծո մարդը կարիք ունի անելու։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, շարադրում։ Աստծո մարդը կա բան, որ ունի անելու։ Եվ 4 բա եմ տեսնում այստեղ ասված. փախիր, հաջորդը գնա, մյուսը պատերազմիր, հաջորդը բռնիր։ Ու ես ուզում եմ այս քարոզի ընթացքում խոսեմ այս 4 քայլերի մասին։ Քանի որ մենք ինքներս մեզ համարում ենք Աստծո մարդ, Աստծո զավակներ, որպես Տիրոջ մարդ մենք կարիք ունենք սա անելու։ Փախիր։ Ինչից պիտի փախնի Աստծո մարդը։ Նայենք տեսնենք ինչ էր ասում մինչև սա, որովհետև ինչ որ բաներ է առաքյալը խոսել, որից հետո տվել է ձևակերպում, այս ամենից դու փախիր։ 3-րդ համարից 6-րդ գլխի այսպիսի միտք է ասում։ Ասում է, որ կան մարդիկ, որոնք եթե սովորեցնեն ուրիշ բան, քան թե Տիրոջ Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերն են։ Եվ այդ վարդապետությունը, եթե չի համապատասխանում այդ ողջամիտ խոսքերին ու աստվածապաշտության համաձայն չէ, այդ մարդը հպարտացած է ու ոչինչ չի իմանում, այլ վեճերով, հակառակություններով ախտացած է կամ ասված է վարակված է, որոնցից առաջանում են նախանձ, կռիվ, հայոյություններ, գեշ կասկածներ։ Ստացվում է, որ կան մարդիկ, որոնք քարոզում են Աստծո մասին, բայց ինչ են քարոզում, ինչ են սովորեցնում, բաներ, որոնք Տեր Հիսուսի ողջամիտ վարդապետության համաձայն չէ։ Եվ այդ մարդիկ ասում է, ինչպիսին են, ասում է, նրանց միտքը ինչ է վարակված է։ Ինչպես որ մարդկային մարմինը, չէ, վարակվում է գրիպով, տարբեր հիվանդություններով, ստացվում է, որ կան հոգևոր վարակներ, որ մարդուն հոգևոր վարակ է բերում, ինֆեկցիա է առաջացնում, եւ մարդու միտքը ինչ է լինում, ապականվում է։ Եվ ինչեր են սովորեցնում, վեճերով, հակառակություններով բաներ են սովորեցնում, որոնցից մարդկանց մոտ առաջանում են նախանձ, կռիվ, չար բաներ։ Եվ իրենց միտքը ապականված է, ճշմարտությունից հեռացած, մարդկանց դատարկ բաներ են դրանք, զրաբանություններ են, որոնք աստվածապաշտությունը շահավաճառություն են համարում, այնպիսիներից մի կողմ կանգնիր։ Եթե տեսնում ենք մարդիկ, որոնք սխալ ուսմունքներ են սովորեցնում, սխալ քարոզներ են տալիս, ինչ պիտի անենք։ Ասում է, այդպիսի մարդկանց հետ ընկերություն մի արա, այդպիսի մարդկանցից հեռու կանգնիր։ Այս մարդիկ ինչ են սովորեցնում։ Նրանք սովորեցնում են, որ աստվածապաշտությունը շահավաճառություն է։ Այսինքն ինչ է նշանակում աստվածապաշտությունը շահավաճառություն են համարում, որ նրանք կարծում են, որ Աստծուն պաշտելը ինչ է հարստանալու միջոց է։ Նրանց համար Աստված ոչ թե նպատակ է, այլ Աստված միջոց է նյութական բարիքներ ձեռք բերելու համար։ Եվ առաքյալն ասում է, որ այդպիսիներից մի կողմ կանգնիր, սակայն աստվածապաշտությունը գոհունակությունով մեկտեղ մեծ շահավաճառություն է։ Քանի որ ոչինչ չենք բերել աշխարհ ու հայտնի է ու չենք էլ կարող ոչինչ տանել, այլ կերակուր հանդերձ ունենալով բավականանանք։ Մենք երբ որ ծնվելու եկել ենք այս կյանք, մերկ ենք եկել։ Երբ որ Հոբի հետ այդ չար պատմությունները տեղի ունեցավ, Հոբի առաջի գլխի 20-րդ համարում ասված է, երբ որ կինը ասում էր, նախատում էր, ասում էր, անիծիր Աստծուն, երբ որ այդ ամեն ինչը եղել է։ Անիծիր Աստծուն ու մեռիր, բայց Հոբն ինչ ասում։ Ասում եմ, որ մորս որովայնից մերկ եմ ծնվելու եկել այս աշխարհ
ու մերկ էլ դառնալու եմ։ Առաքյալը ինչ որ խոսում է գրվածքում հին ուխտի գրվածների համաձայն է խոսում։ Այո, մենք բոլորս մերկ ենք եկել։ Դատարկ ենք եկել այս կյանք ու ոչինչ չեն կարող տանել։ Բայց աստվածապաշտությունը ինչի է նաև մեծ շահավաճառություն, որովհետև ֆիզիկապես ոչինչ չես կարող տանել այս կյանքից, բայց երբ որ ճշմարիտ աստվածապաշտության մեջ ես, դու կարող ես քո գանձերը երկնքում դիզել։ Ես ու դու կարող ենք ինչ անել մեր բարի գործերով երկնքի արքայության մեջ հարստություն ունենալ։ Ֆիզիկապես չես կարող ոչինչ տանել, բայց հոգևոր առումով այնտեղ կարող ես ունենալ բաներ, որ այստեղի քո գործերի հետևանքում կլինի։ Բայց նրանք, որոնք հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի ու շատ հիմարական ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ավերմունքի կամ կործանման մեջ են ընկղմում մարդկանց։ Կան հավատացյալ մարդիկ, որոնք մոտենում են Աստծուն եւ ինչ են ուզում են հարստանալ։ Երբ որ նրանք նպատակ են դնում հարստանալ, ինչ է կատարվում։ Ընկնում են հիմար վիճակների մեջ, որոգայթների, վնասակար բաների մեջ են հայտնվում ու ինչ է լինում, իրենք հայտնվում են չար վիճակների մեջ։ Կարող ես ասել, իսկ ինչ վատ է հարստանալը։ Պողոսը չի խոսում վատ է հարստանալ, այլ խոսում է նպատակի մասին։ Ո՞րն է իմ ու քո նպատակը կյանքում։ Աստվածապաշտության նպատակը ո՞րն է։ Աստված է մեր նպատակը, թե Աստված մեզ համար միջոց է ինչ-որ մի բան ձեռք բերելու համար։ Ես լսել եմ ինչպես են մարդիկ վկայում ավետարանը ուրիշներին ու ասում են. «Արի Աստծուն ու քո գործերը լավ կլինի, անբան լավ կլինի քեզ հետ, սա կլինի քեզ հետ, Աստված կօրհնի, հարստացնի, սա կտա, սա կանի քո կյանքում»։ Սա ճշմարիտ ավետարանը չի։ Մենք Աստծուն գալիս ենք ոչ թե ինչ-որ բաներ ձեռք բերելու համար։ Մենք Աստծուն մոտենում ենք Աստծուն ունենալու համար։ Աստված է իրական գանձը, որով պիտի մենք հարստանանք։ Քանի որ բոլոր չարությունների արմատը արծաթասիրությունն է, որին մի քանիսները անձնատուր լինելով հավատքից մոլորվեցին ու իրեն շատ ցավերով խոցեցին։ Ուրեմն կան մարդիկ, որոնք տրվեցին արծաթասիրությանը, ու երբ որ սա կա մարդու սրտում, շատ ցավերով իրենց խոցում են։ Արծաթը, ֆինանսը, գումարը, փողը ինքնին չեզոք երևույթ է։ Ինքը իրենով չար երևույթ չի։ Չարը արծաթը չի, այլ արծաթասիրությունն է, երբ որ մարդու սիրտը բռնվում է փողասիրությամբ։ Եվ մարդը նպատակը հետապնդում գումարին հասնել, փողին հասնել, նյութական արժեքներին հասնել։ Այլևս ինքը ոչինչ իր առաջ չի տեսնում։ Միայն մտածում է ինչի մասին նյութական բարիքներով հարստանալու ու նյութական ինչ-որ արժեքներ կուտակելով ինչ-որ բանի հասնել։ Եվ առաքյալն ասում է, երբ որ մարդը այսպես է սկսում մտածել ու սիրտը կապվում է նյութին ու գնում է դրա հետևից, հավատքից մոլորվում է ու ավերմունքի կործանման մեջ է հայտնվում։ Ով Աստծո մարդ, դու այս ամենից փախիր։ Առաջինը, ես եւ դու որպես Աստծո մարդ, ինչից պիտի փախնենք։ Փախնենք աստվածապաշտությունը շահ, եկամուտ, ձեռքբերում համարելուց։ Մյուսը, ինչից փախի Աստծո մարդ։ Փախիր արծաթասիրությունից։ Նաև ինչից փախնել, որ այդ քարոզները, այդպիսի ուսմունքները ինչ են բերում մարդկանց մոտ։ Վեճեր, հակառակություններ, նախանձներ, հայոյություններ, գեշկասկածներ։ Փախիր նախանձից։ Երբ որ մարդը նյութական արժեքների ետևից է գնում, սիրտը դառնում է նախանձ։ Սկսում է նայել հարուստ մարդկանց ու նայելով նրանց ասում է. ես էլ եմ սա ուզում ունենալ։ Աշկը տնկում է կողքինի ունեցած բարիքներին ու ասում է ինքը ունի, ես էլ եմ ուզում ունենալ։ Ինքը նոր մեքենա վերցրեց, ես էլ եմ այդ մեքենայից ուզում։ Ինքը այս մագնիշի մեքենան ունի, ես էլ եմ դրանից ուզում։ Ինքը այսպիսի տուն ունի, մեծ տուն, մի քանի հարկանի,
ես էլ եմ ուզում տես տուն ունենալ։ Եվ նախանձն է բորբոքվում։ Ինչու՞, որովհետև սիրտը ինչին է ձգտում, հարստանալուն, նյութական արժեքներին, եւ առաքյալն ինչ ասում։ Ուզում ես ապրել որպես Աստծո մարդ, փախիր այդ ամենից եւ համարիր, որ Աստվածապաշտությունը ավելին է։ Աստված ինքը միջոց չի մեզ համար ինչ որ բաների հասնելու, նա նպատակ է։ Եվ Տեր Աստված այնքան բարձր է, որ նա չի ցածրանա մարդու համար ու դառնա միջոց։ Նա կմնա միայն նպատակ։ Մենք չենք կարող նրան ցածրացնել եւ հասցնել միջոցի։ Մարդկանց համար Տերը ինչ է դառնում է կախարդական փայտիկի պես մեկը։ Նրանք գալով Աստծուն ինչ են ուզում, սա տուր, նա տուր, թող որ սա լինի, նա լինի։ Այսինքն միայն ուզում են Աստված լինի միջոց իրենց հասցնելու ինչ որ բաների։ Բայց ով Աստծո մարդ, դու այս ամենից փախիր։ Ամեն ինչ արա փախնելուց հետո ասված է գնա։ Հաջորդ քայլը շատ լավ, ես համաձայն եմ, փախնում եմ այդ մտածելակերպից։ Իսկ ինչ ունեմ էլ անելու, եթե ուզում եմ շարունակել իմ ընթացքը որպես Աստծո մարդ, ասված է գնա։ Այս խոսքը նայեցի տեսա, որ բնագրում ունի մի քանի նշանակություններ։ Գնա, հետապնդիր, հասիր, ջանք դիր եւ համառությամբ հասիր այդ ամենին։ Ինչին հասնեմ, ուր գնամ, ինչին ձգտեմ։ Ձգտիր ինչին, արդարությանը, համար առաջին, ձգտիր արդարությանը հասնել։ Եթե այն մարդիկ, ում համար կար սխալ արժեքներ, հիմա առաքյալը ցույց է տալիս իրական, Աստծո սրտում թանկ համարվող արժեքները, ո՞րն է առաջինը։ Արդարություն։ Ինչու արդարություն, որովհետև այս կյանքը, այս աշխարհը անարդարության մեջ է։ Մարդիկ անօրենության ու անարդարության մեջ են ապրում, իսկ Աստծո աթոռի հիմքը արդարությունն է։ Սաղմոս 45-ի 7-րդ համարում ասված է Տեր Հիսուսի մասին մարգարեությունը։ Դու արդարությունը սիրեցիր եւ անօրենությունը ատեցիր։ Կամ էլ ավելի ճիշտ է, որ ներկա ժամանակաձևի մեջ է ասված. դու սիրում ես արդարությունը եւ ատում ես անօրենությունը։ Սրա համար ով Աստված, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով քո ընկերներիցդ առավել։ Ահա ուրախության աղբյուրը, երբ որ սիրում ես արդարությունը եւ ատում ես դրա պատճառով ինչը, անօրենությունը, մեղքը, չարիքը, ինչ է անում Աստված, ուրախության յուղով օծում է։ Բայց այն մարդիկ, ովքեր որ արդարության սեր չունեն, ինչ կլինի նրանց համար։ Նրանք չեն ունենա Աստծո ուրախությունը։ Հիշենք նաև Տեր Հիսուսը ինչ էր սովորեցնում, ինչը դու փնտրիր։ Փնտրիր նախ եւ առաջ Աստծո արդարությունը եւ Աստծո թագավորությունը ու մնացած բաները կտրվեն։ Աստված գիտի մենք ինչի կարիք ունենք։ Երբ Աստված գործում ու մեր կարիքներին լրում տալիս, Տերն ասում էր Մատթեոս 6-րդ գլխում. մի եղիր հեթանոսների պես, որոնք անընդհատ հոգ են անում, ինչ ուտեն, ինչ խմեն, ինչ պիտի հագնեն։ Նախ եւ առաջ փնտրիր, խնդրիր Աստծո արդարությունը ու նրա թագավորությունը եւ այն ինչը որ կարիքը կա, Աստված գիտի մեր կարիքները, ինքը կսկսի լրացնել։ Հաջորդը ինչի ետևից գնալ Աստվածապաշտության ետևից։ Այո, Տերը արժան է, որ մենք իրեն պաշտենք։ Եվ ինչ էր ասում Տեր Հիսուսը չարին, երբ որ փորձվում էր անապատում, ասաց ետից գնա սատանա։ Ինչի, որովհետև չարը ինչ էր ուզում, ասում էր ընկի ու ինձ երկրպագիր։ Բայց Տեր Հիսուսն ասաց. երկրպագիր միայն քո Տեր Աստծուն ու միայն նրան ծառայիր։ Եվ չարը թողեց Տիրոջը եւ հեռացավ։ Արժան է Աստված, որ մենք իրեն պաշտենք։ Ու երբ որ մենք Աստծուն պաշտում ենք, Աստծուն երկրպագում ենք, Աստվածապաշտության մեջ քայլում ենք, սա ինչ է բերում մեր սրտում։ Ցանկություն,
ծառայել Աստծուն։ Ինչպես որ Տերն է ասում, միայն պաշտիր ու ծառայիր Աստծուն։ Այո, Աստծուն պաշտելը ցանկություն է արթնացնում։ Ինչ կարող եմ Տեր անել քեզ համար։ Դու ամեն բան արել ես իմ կյանքի համար։ Դու մարդացել եկել ես ինձ փրկելու համար։ Իսկ ես ինչ կարող եմ անել քեզ համար։ Աստծուն ծառայելու դրդապատճառը պիտի գա երկրպագությունից, որ ես պաշտում եմ քեզ, ես երկրպագում եմ քեզ։ Պողոս առաքյալը նույն Տիմոթեոսի թղթում սովորեցնում ասում է. քո անձդ վարժեցրու աստվածապաշտությանը։ Ինչ ասել է սա անձդ վարժեցրու։ Ուրեմն ստացվում է, որ այո, կարիքը կա աշխատել մեր անձերի վրա։ Օրինակ, կարիքը կա ունենալ աղոթքի ժամանակ, Տիրոջ հետ առանձնանալու ժամանակ։ Կյանքը այնպես է, կարիքները այնպես է, հոգսերը այնպես է, քո աշխատանքը, գործերը այնպես է, որ կարող ես ամբողջ օրդ վատնել, ինչ բաներ անելու, հետո հոգնես, պարկես եւ քնես, ու մեկ էլ հայտնաբերես, որ Տիրոջ առաջ չես կանգնել։ Քո աղոթքի սենյակում չես առանձնացել։ Վարժեցրու անձդ աստվածապաշտության։ Այսինքն քո վրա դիր սահման, քեզ վրա ինչ արա, աշխատիր։ Քո անձին ասա դու պիտի առանձնանաս, Տիրոջ երեսը պիտի փնտրես, կարդա գրվածքները, մտածիր Աստծո խոսքի վրա։ Դու ու ես կարիք ունենք ինչ անելու, մեզ վարժեցնելու այս ամենի մեջ։ Հաջորդը, ինչի ետևից գնամ որպես Աստծո մարդ։ Հավատքի։ Ստացվում է, որ այս կյանքում միշտ հավատքի հետ կապված կարող է խնդիր առաջանալ։ Հավատքը ինչից է գալիս։ Հռոմեացիս 10:17 խոսք։ Հավատքը գալիս է լսելուց, իսկ լսելը գալիս է Աստծո խոսքից։ Թանկագիններս այս կյանքը բերում է նրան, որ գա անհավատություն։ Գիտեք, դժվար չէ անհավատության մեջ ապրելը։ Չկա պայքար անհավատության քայլեր անելու։ Ինչի՞, որովհետև աշխարհը ինքնահոս գնում է հակառակ ուղղությամբ Աստծուց։ Բայց երբ որ դու ուզում ես հավատքով ապրել, ինչ է առաջանում։ Առաջանում է այդ ուժին հակառակ դիմադրությունը։ Այս աշխարհը իրենն է թելադրում, այս կյանքը իրենն է թելադրում, եւ կարիք կա հավատքով ապրելու, եւ կարիք կա ջանք դնելու։ Ինչպես հավատքով ապրել։ Ապրել Աստծո խոսքի համաձայն, ապրել վստահելով Աստծո խոսքին, քանի որ հավատքը գալիս է լսելուց, լսել Աստծո խոսքից, նշանակում է, եթե ես ուզում եմ ապրել հավատքով, սա նույնն է, թե ես պիտի ապրեմ Աստծո խոսքին վստահելով, այդ խոսքի համաձայն քայլեր անելով։ Իսկ կյանքը ինչ է թելադրում, որ դու վարվես մարմնավոր, որ դու վարվես մարդկորեն, որ դու ջանք չդնես, որ դու չվստահես Աստծուն, որ դու ընտրես հեշտ ճանապարհը, ես նույնպես։ Բայց չէ, եկ ընտրենք խոսքի համաձայն վարվելը, որը կնշանակի ապրել հավատքով։ Ինչի ետևից գնամ, ինչ ջանք դնեմ։ Ջանք դնենք որպես Աստծո մարդ, հաջորդը սիրո ետևից գնալ։ Ինչ է սերը։ Մենք երբ որ փառաբանում էինք, մի հատված կար, որ երգում էինք հույս, հավատ եւ սեր, եւ ես կարդացի 13-րդ գլուխ առաջի Կորինթացիս թղթից, եւ այնտեղ ինչ էր ասված։ Սերը չի նախանձում, 13:6-ը պիտի լինի։ Սերը 4 համարից դրված է։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, սերը չի հպարտանում։ Նկատում ես Պողոս առաքյալը ինչ է դնում արժեքներ։ Երբ որ կային, ասում էր, մարդիկ, ովքեր սխալ ուսմունքներ էին տալիս, Աստծուն որպես միջոց էին նայում, որ հարստանան, այդ մարդկանց ուսմունքները ինչ էր բերում։ Նախանձ, հակառակություններ, հպարտություն, կռիվներ, վեճեր։ Հիմա առաքյալը տեսեք ցույց է տալիս հակառակը, թանկը, Աստծո համար արժեքավորը ինչն է։ Սերը, որը ինչ է, հակառակ է նախանձին։ Երբ որ մենք սիրելով Աստծուն, սիրում ենք մեր կողքիններին, մենք չենք նախանձում։ Սերը չի նախանձում։ Սերը համբերող է։ Սերը նայում է իր կողքինին ու չի հպարտանում նրա նկատմամբ։ Սերը չի գոռոզանում, իրեն բարձր չի պահում։ Ինչպես գոռոզ ձևով նայես քո կողքինին, երբ որ սիրում ես իրեն։ Սիրում ես Տիրոջը,
ու քո կողքինը Տիրոջ պատկերով է ստեղծված, ու քո ընկերն է, քո եղբայրն է, սերը կողքինին հլա իրենից առավել է համարում։ Բարկության չի բորբոքվում, չի հայոյում, չի կռվում, չարություն չի անում։ Սիրենք։ Ու սա ինչ է։ Մի բան է, որին ասում է ձգտիր, գնա դեպի դա։ Հաջորդը համբերությանն ու հեզությանը հետևիր։ Ինչի հետևից գնալ։ Համբերության։ Ինչու։ Որովհետև այս կյանքում կան նեղություններ։ Ու պետք է համբերել։ Ինչին համբերել։ Դժվար իրավիճակին համբերել։ Երբ որ փորձություն ես անցնում, աղոթում ես, դեռ քո կարիքը լրացած չէ։ Ինչի կարիքը կա։ Համբերելու։ Ու դուք նկատում եք, որ համբերելը նույնպես ստորոգյալ է։ Ինչ է ասել ստորոգյալ։ Ստորոգյալը նշանակում է, որ գործողություն է։ Կարծես թե համբերելը պիտի որ ինչ որ sense пассив մի վիճակ լինի, չէ՞, մեր պատկերացմամբ։ Բայց չէ, Աստծո մեջ համբերելը ակտիվ գործողություն է։ Ֆիզիկապես այդ բանին միգուցե ոչինչ չես անում, բայց երբ որ համբերում ես, ինչ ես անում, դու գործողության մեջ ես։ Այո, մարմնապես, ֆիզիկապես ինչ որ բան չես անում, բայց քո ներսում, քո սրտիդ ու քո մտածողության մեջ ինչ ես անում, սпасելով համբերում ես եւ սпасում ես Տիրոջը, որ Տերը կհանի նեղությունից, որ Տերը քո կարիքը կլրացնի, որ Տերը մեր աղոթների պատասխանը կտա։ Այո, համբերենք։ Համբերենք, որ նեղության ու փորձության մեջ տեսնենք Տիրոջ գործերը ու Տերը մեզ ազատություն տա։ Ինչի ետևից գնամ որպես Աստծո մարդ։ Հեզության ետևից։ Ինչու։ Որովհետև ասում էր այն մարդկանց ուսմունքները, որոնք Աստծո ողջամիտ վարդապետությունից հեռու էր, նման ուսմունքների ինչ էր բերում։ Հպարտություն, հակառակություն, ընդվզում, անընդհատ բորբոքվածություն, կռիվներ, հրմշտոցներ։ Բայց ինչ է Աստծո մարդու կարիքը։ Հեզ լինելը։ Հիշենք Տեր Հիսուսի խոսքերը։ Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 29 խոսքում պիտի լինի։ Նա ասում էր. ինձ նման եղեք, ինչպես որ ես հեզ եմ ու սրտով խոնար։ Ինչ է հեզությունը։ Հեզությունը ունենալ փափուկ սիրտ եւ փափուկ վարք։ Փափուկ սիրտ Աստծո կամքը ընդունելու, հնազանդվելու Աստծուն ու մեղմորեն վարվելու Տիրոջ առաջ ու մարդկանց հետ առանց բարկության, առանց թշնամության, առանց կռիվների ու վեճերի։ Հաջորդը, էլ ինչ ունի Աստծո մարդը անելու։ Պատերազմիր։ Շատ լավ։ Փախնում ենք այդ ամեն սխալ ուսմունքներից, գնում այս արժեքների հետևից, բայց սա բավական չէ։ Պատերազմիր։ Աստծո մարդը պատերազմելու կարիք ունի։ Ուզես թե չուզես։ Միգուցե ասես, ախր ես չեմ ուզում պատերազմել։ Սա տրված չէ ընտրելու։ Սա մի բան է, որ ես ու դու կարիք ունենք անելու։ Եթե չկամենանք պատերազմել, կնշանակի կպարտվենք։ Ուզում ես պարտվել։ Ուզում ես պարտության կյանք։ Կարծում եմ չէ, ես էլ չեմ ուզում։ Ուրեմն պիտի պատերազմենք։ Ինչ պատերազմ է, տես։ Հավատքի բարի պատերազմը պատերազմիր։ Ինչ հետաքրքիր է։ Պարզվում է, Աստծո մարդը պատերազմի մեջ է հայտնվել։ Երբանից է պատերազմը։ Ասեմ, այն պահից է սկսվում պատերազմը, երբ որ մենք դառնում ենք Հիսուսին։ Երբ որ մենք գալիս ենք Տեր Հիսուսին, դավանում ենք նրան Տեր ու Փրկիչ, ինչ է տեղի ունենում մեզ հետ։ Խոսքն ասում է մենք փրկվում ենք։ Իսկ ինչ է փրկություն ընդունել։ Սա նույնը թե որ մենք վերստին ծնվում ենք։ Մենք ծնվում ենք Աստծուց, Աստծո խոսքից ու Սուրբ Հոգուց։ Եվ մենք լինում ենք հոգի ու մարմին։ Ու երբ որ մենք վերստին ծնված ենք, նոր արարած ենք Հիսուս Քրիստոսի մեջ, մենք նոր ստեղծագործություն ենք։ Ու երբ որ վերստին ծնված ենք, ինչ ենք հայտնաբերում մեր մեջ։ Պատերազմ։ Եվ Գաղատացիս 5-րդ գլխի մեջ ասված է, որ մարմինը հակառակ է հոգուն, հոգին էլ հակառակ է մարմնին, ու սրանք միշտ իրար հակառակ են։
Չկա այդպիսի մի ժամանակ, որ այս պատերազմը կդադարի։ Կարդամ Գաղատացիս 5-րդ գլուխ 17-րդ խոսք։ Մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, ու հոգին մարմնին հակառակ, ու սրանք իրար հակառակ են, որ չլինի թե ինչ որ ուզում ես դա անես։ Երբ որ վերստին ծնվում ես, ներսումդ հայտնաբերում ես պայքար։ Այս ինչ պայքար է։ Հասկանում ես, որ դու նոր ստեղծված ես։ Քո ներսի մարդը, քո հոգին ծնված է Քրիստոսից ու նման է իրեն։ Քո ներսի հոգին, սրտի ծածուկ մարդը սիրում է Աստծո կամքը, սիրում է այն ամենը, ինչ որ սիրում է Աստված։ Իսկ այս մարմինը, այս դրսի երևույթը, այս մարմնավոր էությունը ինչ է սիրում։ Սիրում է այն ամենը, որ ատում է Աստված։ Ինչու՞։ Որովհետև մարդու մարմնի մեջ բնակվում է մեղքը։ Եվ այս մարմինը իր մեջ ունի ցանկություններ ու կրքեր։ Ու Պողոս առաքյալը Հռոմեացիս 7-րդ գլխում գրում ու սովորեցնում է, ասում է, ես իմ մարմնում հայտնաբերում եմ մեղքը ու հայտնաբերում եմ մեղքի զորությունը։ Ես իմ սրտում ուզում եմ բարին անել, ուզում եմ Աստծո կամքը անել, բայց տեսնում եմ, որ այս մարմինը ցանկանում է հակառակը, ուզում է մեղքը, չարությունը անել։ Անկամ լինում է պահերն ասում է, չեմ ուզում չար անել, բայց գործում եմ չարը, որովհետև մեղքը գերի է բռնում ինձ ու գործում եմ չարը։ Եվ ինչ է ստացվում, մենք վերստին ծնված մարդիկս պայքարի մեջ ենք հայտնվում։ Միշտ մեր մարմինը ուզում է հակառակը, մեր հոգին ուզում է Աստծոնը։ Եվ այս պատերազմ է։ Ով Աստծո մարդ, պատերազմիր քո հավատքի բարի պատերազմը։ Ինչու է պատերազմը բարի, որովհետև դատապարտված ենք հաղթելու։ Ինչու, որովհետև Քրիստոս խաչի վրա մեղքը դատել է մահվան եւ զորություն է տվել մեզ, որ մենք հաղթենք այն մեղքը, այն ցանկությունները, որոնք մեր հոգու դեմ պայքարում են։ Մենք կհաղթենք։ Առաքյալը մի ուրիշ տեղում ասում է. ինչից որ պարտվես, դու դրան միշտ ծառա կմնաս։ Պարտվես մարմնիդ, մարմնիդ ծառան կլինես։ Պարտվես մեղքին, մեղքի ծառա կլինենք։ Ավելի լավ է պարտվենք Աստծուն, ու Աստծո խոսքի համաձայն պայքարենք այդ ամեն ինչի դեմ։ Ուրեմն Աստծո մարդը ինչի դեմ է պատերազմում։ Պատերազմում է նախ եւ առաջ իր մարմնի դեմ։ Հաջորդը Աստծո մարդը ունի բարի պատերազմ եւ այդ պատերազմը մեղքի դեմ է ուղղված։ Ու քանի դեռ մենք այս մարմնի մեջ ապրում ենք, այդ պայքարը լինելու է։ Ու մի կարծիր, որ կանցնի մի 10 տարի, ու այլևս պայքար չես ունենա մեղքի դեմ։ Չէ, կլինի ինչու, որովհետեւ մարմնի մեջ ես ապրում։ Իսկ մարմնի մեջ կա ինչ? Մեղքի զորություն։ Քանի դեռ մենք երկրի վրա ենք, մենք պատերազմ ենք ունենալու։ Եվ միշտ ինչ ենք անելու, մեղքին ասելու ենք ոչ։ Ինչի դեմ կա պատերազմ։ Հաջորդը մարմինն է, որի դեմ պատերազմում ենք, ցանկություններով ու իր կրքերի դեմ է մեր պատերազմը, հաջորդը մեղքի դեմ է, մյուսը աշխարհի։ Հովանես ավետարան 16:33-ում Տեր Հիսուսը ասում էր. այս բաները ձեզ խոսեցի, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք։ Աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Տեր Հիսուսը հաղթել է այս աշխարհը։ Տեր Հիսուսը լինելով մարդ, այդ պատերազմը հաղթել է։ Եվ ինչի է շեշտում նեղություն կունենաք, որովհետև այո, ապրելով այս կյանքում մենք անցնելու ենք դժվարություններ, մենք ունենալու ենք դժվար օրեր, մենք ունենալու ենք լավ օրեր, ուրախ օրեր, մենք ունենալու ենք տխուր օրեր, մենք ունենալու ենք տկար օրեր, մեր մարմինը կարող է հիվանդանալ, մենք կարող ենք ունենալ ֆինանսական նեղություններ, մենք երաշխավորված չենք այն բոլոր արհավիրքներից, կատակլիզմաներից, որ այս աշխարհում լինում է։ Տնտեսությունը ընդհանուր կարող է վատանալ, քո գործերը կարող են վատանալ, տնտեսական վիճակը կարող է ահավոր ինչ-որ բաներ տեղի ունենալ, դա կարող է ազդել քո գործի, բիզնեսի վրա, քո վարձատրության վրա,
Այսինքն մենք ապրում ենք իրական աշխարհում եւ այս աշխարհում ինչ-որ բաներ է կատարվում։ Եվ այս աշխարհը դեմ է Աստծուն եւ դեմ է Աստծո մարդկանց։ Բայց Տերն ինչ ասում։ Համարձակ եղիր, քաջ զինվոր եղիր։ Պատերազմիր քո պատերազմը եւ իմացիր, դա բարի պատերազմ է։ Ես արդեն հաղթել եմ աշխարհը ու այն բոլոր նեղությունները, որ այս աշխարհը կբերի քո կյանքի դեմ, այն փորձությունները, որոնցով դու կանցնես, եթե տկարություն լինի, եթե հիվանդություն լինի, չգիտեմ ինչեր կգա քո դեմ։ Իմացիր, ես հաղթել եմ, ես քեզ հետ եմ։ Մնա իմ խաղաղության մեջ ու հաղթիր աշխարհը։ Հովանեսի թուղթում, առաջին Հովանես 5-րդ գլխի 4 համարում ասված է. հավատքն է, որ հաղթում է այս աշխարհը։ Հավատքով ես հաղթում։ Գիտեք, պարտվելու համար ոչ մի ներդրում պետք չի։ Պարտված կյանք ապրելու համար ուղղակի կարող ես թուլանալ, կարող ես ուղղակի այսպես ջանք չդնես եւ մնաս պարտված ու ինքնահոս աշխարհի հոսքով գնաս։ Բայց հաղթական կյանք ապրելու համար ինչ է պետք։ Դնես ջանք։ Վերցնես Աստծո խոսքի սուրը ու ինչպես քաջ զինվոր դեմ կանգնես ամեն այս բաներին։ Ուրեմն պատերազմում ենք հավատքի բարի պատերազմը, մարմնի դեմ, մեղքի դեմ, աշխարհի դեմ եւ մյուսը սատանայի դեմ, դիևերի դեմ։ Կասես ինչ է սա։ Չէ՞ որ կա դիվական հարձակումներ։ Հեճեղել է հետդ։ Ուղղակի նստած ես, մեկ է գալիս է անհասկանալի մտքեր, վախեցնող մտքեր, ցանկության մտքեր, հիվանդության մտքեր, վայ դու կհիվանդանաս, վայ քո հետ կարող է վատ բան լինի, վայ այս ինչ բանը կարող է լինի, սա կարող ես կորցնես։ Ինչ մտքեր են դրանք։ Դիվական։ Եվ Գիրքն ասում է, որ սատանան կրակոտ նետեր է ուղարկում մեր վրա։ Ասված է, քո հույսի սաղավարտը դիր գլխիդ, որ բոլոր այդ նետերը չմտնի մտքիդ մեջ։ Այսինքն փրկության հույսի սաղավարտ կա, որ մեր միտքը փագում է, պահում է։ Ինչի դեմ կանգնել հակառակ։ Դիվական մտքերի, դիվական ազդեցությունների, դիվական հարձակումների։ Պահիտա կարող է ինչ-որ պատկերացնենք։ Մրսել ես ու կողքը ցավում է։ Ու մեկ էլ միտք է գալիս։ Վատ բան է կատարվում։ Գիտես այնտեղ վատ բան կարող է լինի քո մարմնիդ մեջ։ Եղել է այդպիսի բան։ Բայց ընդհանրապես մրսել ես ու ցավում է կողքդ, որովհետև մրսասրել ես։ Բայց չարը ինչա փորձում անել, ֆիզիկական քո մրսածության այդ ուղղակի ցավը ինչ անի միտք տա, որ դու մտածես, որ այնտեղ վատ բան կա։ Ու դու ինչ ես ասում, ոչ այդ մտքին։ Եվ Տերը ինչ է արել, հաղթել է սատանային, խաչի վրա, եւ ինչ է տվել մեզ հաղթություն։ Եթե կան դիվական մտքեր, վախացնող մտքեր, հավատքով կանգնիր, գրված է Հակոբոսի թղթում։ Հնազանդվենք Տիրոջը, Հակոբոս 4:7։ Հակառակ կանգնենք սատանային եւ ինչ կանի նա կփախչի մեզանից։ Այո, Աստծո մարդը պատերազմում է, հավատքի իր բարի պատերազմը, բայց նաև ինչ անում մյուսը բռնիր հավիտենական կյանքը, որին կանչվեցիր ու շատ վկաների առջև դավանեցիր բարի դավանությունը։ Շատ լավ է, որ մենք փախչում ենք սխալ ուսմունքներից, փախչում ենք այս մտածելակերպից, որ Աստված միջոց է, որ մեզ հարստացնի, փախչում ենք արծաթասիրությունից, փախչում ենք մամոնային գերի դառնալուց։ Լավ է, որ գնում ենք աստվածային արժեքների հետևից ու պատերազմում հավատքի բարի պատերազմը, բայց մի բան էլ ունի անելու Աստծո մարդը՝ բռնիր հավիտենական կյանքը։ Իշքան թանկ է սա։ Արդյոք բռնել ենք մենք հավիտենական կյանքը։ Բռնել նշանակում է, որ դու
երկու ձեռքով բռնում ես, ասում ես ես սա բաց չեմ թողնի։ Ես ոչնչի դիմաց այս նվերը Աստծո ստացած չեմ տա որևիցե մեկին։ Ես տեսել եմ մարդիկ, ովքեր հավատում են Տիրոջը, Տիրոջ տուն են գալիս, ապրում են կյանքը իրենց, ու մեկ է գալիս է ժամանակ, արդեն տարիքով են լինում, տարեց են, այսինքն գալիս է ժամանակ, որ ավելի են մոտենում այն օրերին, որ պետք է այս մարմնից մերկանան, ոնց որ այս մարմնից դուրս գան ու Տիրոջ հետ լինեն, փոխադրվեն երկնքի արքայություն։ Մեկ է տեսնում ես, որ այդ մարդիկ ավելի են բռնել այս կյանքը, ավելի են կարճում այս նյութեղեն կյանքից։ Ագրավները ասում են, որ ապրում են 300 տարի, եթե այդպես է, չգիտեմ։ Ու մեկ էլ նայում ես, որ այս մարդը ուզում է նմանվել ագրավի։ Ուզում է անդադ ապրել երկրի վրա, այս մտածելակերպի մասն եմ ասում։ Չի գիտակցում, որ Աստված տվել է ժամանակ երկրի վրա։ Գրված է, կապրես 70 տարի, զորությունով 80 տարի, Սաղմոսած գրքում է գրված։ Մարդկային տարիները երկրի վրա սահմանափակ է, սիրելիներս։ Օրերից մի օր գալու է պահ, որ մենք պետք է դուրս գանք այս մարմնից։ Եվ ինչպես օրերից մի օր ծնվել ու եկել ենք այս աշխարհ, որքան թանկ ու կարևոր է, որ գա այդ պահը մենք վայելուչ արժանը վայել Աստծուն, Աստծո հավատքի մարդուն, որպես Աստծո մարդ, կարողանանք ինչ անել, այս կյանքից էլ դուրս գալ եւ փոխադրվել Աստծո արքայության մեջ։ Ոչ միայն թանկ ու կարևոր է մարդու ծնունդը, այլ թանկ ու կարևոր է մարդը ինչպես է քայլում Աստծո հետ, ու որ գալիս է այդ ժամանակը, արդյոք պատրաստ է թողնել այս կյանքը եւ հանդիպել Քրիստոսին։ Դրա համար առաքյալը վերջում է ասում սա. բռնիր հավիտենական կյանքը։ Ինչու բռնիր? Որովհետև լինում են մարդիկ, ովքեր ինչն են բռնում, բռնվում են այս կյանքից։ Ուզում ես ասել, ախր ինչ, դու մտածում ես ագրավ ես։ Պիտի 300 տարի ապրես, չես կշտացել այս կյանքի օրերը ապրելուց։ Պատկերացնենք դարձել է 70 տարեկան, արդեն մոտենում է 80 տարեկանին, ու պիտի ավելի մտածի Տիրոջ մասին, ավելի մոտենա, Տիրոջը պաշտի, երկնքի մասին մտածի ինչպես հաճեցնի իր թագավորին։ Ինչ լավ օրինակ է Աննա Մարգարեին Ղուկաս 2-րդ գլխում, թե առաջին գլխում է, երբ որ Քրիստոսին փոքրիկ մանուկին բերում են տաճար, Սիմեոն ծերունին է մոտենում երեխային վերցնում, հետ ասված է Աննա Մարգարեին եկավ եւ այնտեղ ասված էր նա 80 անց էր եւ ասված է օր ու գիշեր Աստծո տաճարում ծոմերով ու աղոթքներով ծառայում էր Աստծուն։ Այն օրինակ, երբ որ մարդը գնալով ավելի տարեց է դառնում, ինչ կարիք կանելու, ավելի շատ աղոթքներ, ավելի շատ Տիրոջը փնտրել, ավելի երկնքի մասին մտածել, բայց սրան ի հակառակ, ցավոք, շատ մարդիկ ավելի են կարճում երկրի կյանքից։ Եվ զարմանալին գիտես որն է, ինչ են ասում։ Դեռ ես ուզում եմ ապրել, դեռ ես ուզում եմ կյանք վայելել։ Ասում ես, ախր դու արդեն 70 անց ես, դու արդեն 80 տարեկան ես։ Կյանքը Քրիստոսն է։ Դու Քրիստոսի հետ պետք է քո հաճելիությունը անցկացնես։ Դու Քրիստոսով պետք է կշտանաս։ Թանկագիններս, այս կյանքից մարդիկ չեն կշտանում։ Եվ ասված է, երազի նման է, գիրքն է ասում։ Գիտեք, երազի պես է, օրերը այնպես է անցնում, տարիները, տասնամյակները, մարդը կարող է դառնալ 80, 100 տարեկան, ու երազի պես ակնթարթի նման անցնում է ողջ կյանքը։ Ու եթե հարցնում ես, պապիկ, տատիկ, ինչ կասես։ Ինչ կասես կյանքի մասին։ Բալաջան ասում է։ Մի ակնթարթի պես, երազի պես անցել է կյանքս։ Իսկ ինչ արագ անցավ,
100 տարեկան եմ, 80 տարեկան եմ, սենց մի վարքյանում անցել կյանքս։ Ու մարդը չի կարող կշտանալ այս կյանքից, ասեմ ձեզ։ Եվ իրական կյանքը որն է։ Հավիտենական կյանքը։ Դե համար ինչ ասում առաքյալը, ուզում ես ապրել որպես Աստծո մարդ, չբռնվես այս նյութական աշխարհից, չկարչես այս մարմնավոր կյանքից, այս ամեն ինչը ժամանակավոր է, այս ամեն ինչը անցնելու է, մի նպատակ դիր, ունեմ մի տուն երկրորդը կունենամ, երրորդը կկառուցեմ, չորրորդը ունեմ մի ֆաբրիկա, երկրորդը կունենամ, մյուսը կունենամ, մի բիզնես ունեմ, երկրորդը, լավ է նյութական բարիքները, լավ է ունենալ ու ծառայեցնել Աստծո փառքի համար, եթե Տերը դրա համար կանչել է ինձ ու քեզ, բայց չպիտի մենք բռնվենք դրանից, չպիտի կարչենք, ինչ է դա անում, մարդուն դարձնում է նյութապաշտ, մարդուն դարձնում է հողեղեն, դարձնում ես երկրավոր սովորական աշխարհիկ մարդկանց պես ապրող մեկը, ինչով է Աստծո մարդը տարբերվում սովորական մարդուց, նա բռնված է երկնքից, ապրում ենք երկրի վրա, այո, ապրում ենք մարմնի մեջ, բայց ինչից ենք բռնած, հավիտենական կյանքը, ու եթե մի բան կանգնի մեր ու Աստծո առաջ, ինչն ենք ընտրում, հավիտենական կյանքը, ուրիշ ոչինչ, դա է ամենաթանկը, Տեր Հիսուսին սատանան ցույց տվեց այս աշխարհը, բոլոր հարստությամբ, իր փառքով, ու ինչ էր ասում, ինձ միայն պաշտիր, ու կտամ ես ամեն ինչը քեզ, իշխանությունը, հարստությունը, այս կյանքի լիությունը, Հիսուսն ասեց ոչ, մեր արքան, մեր թագավորը, մեր հավատքի առաջնորդը, Աստծո մարդ, որպես իրական ինչ էր ասում, երկինքը, իմ Հայր Աստվածն է իմ կյանքը, ես իրանից եմ բռնված, ես ու դու էլ այդպես ապրենք, մեր իջան կգաս, հալելույա, հալելույա, փառք Տիրոջը, թանկագիններս, բռնենք հավիտենական կյանքը, այդ միտքը, որ ասում են մարդիկ, ես դեռ ուզում եմ ապրել, այս կյանքը իրականը չի, իշքան էլ ապրես, իրականը չի, սա նմանությունն է, իրական այնտեղ է, և Պողոս առաքյալի խոսքերը հիշենք, նա ինչ էր ասում, նա ասում էր, որ ցանկություն ունեմ Տիրոջ հետ լինելու, ցանկություն ունեմ մարմնիցս մերկանալու, առանձնանալու, դուրս գալու ու Քրիստոսի հետ լինեմ, ինչու, որովհետև կյանքը Քրիստոսի հետ է, բայց հետո ասում էր, բայց մնալը ձեզ համար է օգուտ, ու ես ընտրում եմ դա, որ ձեզ շահ լինի, այսինքն Պողոս առաքյալը պատկերացնում եք ապրում էր երկրի վրա մի բանի համար, որ կողքիններին պիտանի լինի, որ աշակերտներին օրհնություն լինի, որ Քրիստոսի ժողովրդին Աստծո խոսքով կերակրի ու մոտեցնի Աստծուն, իր համար ապրելու իմաստը դա էր,